Ցեղասպանությունը ինքնին միմիայն քաղաքականություն է։ Թուրքիան վաղուց մշակել է այդ թեզը, որ սա պատմական հարց է։ Իսրայելի կառավարությունը որոշում ընդունեց ճանաչելու ցեղասպանության փաստը։ Նախ պատմական տեսակետից պետք է ճիշտ կերպով ձևակերպվի ցեղասպանության այդ ժամանակը։ Իսրայել հասած նավթի 50%-ը գալիս է Ադրբեջանից, Թուրքիայի տարածքի վրայով։ Եվ այս ամբողջ պատերազմի ընթացքում երբեք Թուրքիան չի դադարեցրել այդ նավթի հոսքը դեպի Իսրայել։ Բարեկամներ, ողջունում եմ, սկսում ենք Status Quo վերլուծական հեղինակային հաղորդման այս սեզոնի վերջին թողարկումը, որովհետև մենք կհանդիպենք 1 սեպտեմբերին, հետևաբար մենք այսօր նաև ինչ-որ առումով կամփոփենք մոտավորապես 2 տարվա մեր աշխատանքը, սա դադար է ընդհանրապես որևէ բանի հետ պայմանավորված չի, ամառային դադար այսպես ասած։ Մենք այսօր հյուրընկալել ենք քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանին, պարոն Այվազյան, ողջունում ձեզ։ Բարև ձեզ։ Առաջին անգամ մենք առիթ ունենք ձեզ հետ տաղավարում մեր մոտ զրուցելու կոնկրետ իմ հաղորդման շրջանակում։ Ես ձեզ վաղուց գիտեմ, դեռևս Մատենադանից, դուք ինչ չեք հիշի, դուք Մատենադանում եք աշխատում, ես էլ այն ժամանակ դեռ երիտասարդ հետազոտող էի, որ չեք հիշի, որտեղ դուք աշխատում եք գրադարանում, ես էլ գրադարանում հետազոտություններ եմ անում, թարգմանում եմ Տաթևացու ամառան հատորը եւ փորձում եմ ներկայացնել ֆրանսերենով Տաթևացու աշխատանքները, նաև գրափարից հայերեն եւ ձեզ այնտեղ ճանաչեցի, բայց երբեք դրանից հետո առիթ չեղավ շփվելու, այնպես որ ես հիմա ուրախ եմ շատ տեսնել հաղորդման շրջանակում։ Պարոն Այվազյան, այսօրվա մեր քննարկման թեման, ինչպես եւ երևում է, այս մեր նկարից վերաբերելու է ցեղասպանությանը, ցեղասպանության ճանաչմանը, իր խրթին շերտերին, այնտեղ շատ հարցեր կան, բնականաբար հատկապես վերջին տարիներին են այդ հարցերը նաև ինչ-որ առումով սրվել մեր ներսում, բայց սկսենք ամենապարզից։ Իսրայելի կառավարությունը որոշում ընդունեց ճանաչելու ցեղասպանության փաստը, տեքստը չկա, ես փորձեցի տեքստը գտնել, որտեղ հետաքրքիր ձևակերպումներ կան, եւ հաջորդ քայլը պետք է լինի օրենսդիր մարմնի կողմից, Կնեսետի կողմից ընդունումը, ոմանք համարում են, որ կլինի, ոմանք համարում են չի լինի, համարում են, որ հիմա արձակուրդային է, չեն հասցնի եւ այլն։ Բայց եկեք փորձենք հասկանալ նախ իր քաղաքական բաղադրիչը։ Ինչու Իսրայելը որոշեց եւ արդյոք Հայաստանը ճիշտ այս պահին դիրքորոշում ունի, քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ կարիք չկա զենքայնացնել, հիմար թարգմանություն է։ Անգլերենից թարգմանություն, այսինքն տեքստը գրվել է անգլերեն, տրվել է Փաշինյանին, weaponization-ը թարգմանել է զենքայնացնել։ Այո, weaponization-ը թարգմանել են, ինչևէ, կարծում եմ գործիքայնացման անալոգիա է արել, բայց մի խոսքով, այդ բառը իրոք մենք չունենք հայերենում, բայց փորձել այսինքն վերածել ինչ-որ մի երևույթը քաղաքական գործիքի զենքի։ Քաղաքականացնել կարելի է ասել հայերեն, եթե թարգմանելու լինենք, ավելի ծանոթ տերմին է։ Առհասարակ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շատ լայն ոլորտ է, տարբեր ենթաշերտեր ու մակարդակներ ունի։ Մենք այսօրվա հաղորդման ընթացքում որքան էլ խոսենք, չենք կարող այդ ամեն ինչը բացահայտել, բայց սկսենք եւ տեսնենք, թե որ շերտերի վրայով կհասցնենք անցնել։ Նախ շատ ճիշտ նկատեցիք, որ սկսեցիք տեքստից։ Իսրայելը ասացիք տեքստը չի հրապարակված։ Մեզանում, քանի որ չկար ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մշակված քաղաքականություն, երբեք չի եղել, այսինքն մինչև Ռոբերտ Քոչարյանը առհասարակ այս թեման Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չի բերվել, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հայտարարվել է, որ սա մտնում է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառ, բայց չի մշակվել դարձյալ եւ շատ այսպես մակերեսայինորեն են մոտեցել Հայաստանի դիվանագետները, այսպես ասեմ, ոչ թե դիվանագետները, այլ պետական իշխանությունը հանձնարարել է իր դիվանագետներին, պարզապես սատարել ճանաչումներին։ Բայց չէ որ այդ ճանաչումները տարբեր են։ Այսինքն մենք այսօրվա դրությամբ ունենք 33 պետությունների ճանաչում, ներառյալ Իսրայելինը, տեքստերը տարբեր են։ Հայաստանը պետք է իր մոտեցումը ցուցաբերի այս
տեքստերի նկատմամբ, չէ՞ որ տեքստի մեջ քաղաքականություն կա։ Ի տարբերություն եւ ի հեճուկս Փաշինյանի երեկվա այդ անհեթեթ արտահայտության, որ ցեղասպանությունը չպետք է զենքայնացվի, այսինքն քաղաքականացվի, եթե հայերեն թարգմանենք, ցեղասպանությունը ինքնին միայն քաղաքականություն է, քաղաքական հանցագործություն է, մարդկայնության եւ մարդկության դեմ ոչրագործություն է, այսինքն ինչպես կարելի է ասել, որ չպետք է քաղաքականացնենք։ Ինքը տեղով քաղաքականություն։ Ինքը ուրիշ բան չէ, քան քաղաքականություն։ Այո։ Այսինքն մի ամբողջ ժողովրդի ոչնչացման ծրագիր քաղաքական նպատակներով։ Հիմա ինչը չես քաղաքականացնում այդտեղ։ Այո։ Հայաստանը չի քաղաքականացնում հիմա այս փուլում, որովհետև այդպիսին է Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումը եւ միշտ այդպիսին է եղել։ Թուրքիան վաղուց մշակել է այդ թեզը, որ սա պատմական հարց է։ Մենք չպետք է այդ պատմական հարցը բերենք քաղաքական դաշտ, միջազգային իրավական քաղաքական դաշտ։ Միայն պատմաբանները պետք է հետազոտեն այս թեման եւ դրանով իսկ փաստորեն փակում է այն կարևոր հարցը, թե հայոց ցեղասպանության հետևանքները այնուամենայնիվ որևէ կերպ պետք է փոխհատուցվեն, պետք է ինչ-որ ձևով անդրադառնալ դրանց, թե ոչ։ Ընդհակառակը, գիտենք, Թուրքիան հակառակ քաղաքականություն է վարում, այս տարի, անցյալ տարի միշտ էլ ասում են, որ հայերն են կոտորել, արդեն նրանք այդ ուղղությամբ են գնում։ Բայց շատ չեմ ուզում հիմա հեռանալ մյուս հարցերին։ Տեքստը եւ մեզանում չէին ուշադրություն դարձնում այդ տեքստերին։ Ես դեռևս 2007 թվականին հատուկ հոդված գրեցի, որ մինչև ողջևորվելը կամ ուրախանալ ասել, ահա այս պետությունն էլ ճանաչեց կամ այսինչ խորհրդարանը ճանաչեց, այսինչ պետության ղեկավարը հայտարարեց, որ ճանաչում է, եկեք մի հատ տեքստերին ծանոթացեք, տեսեք այդ տեքստերը որքանով են համապատասխանում պատմական իրականությանը, որքանով են համապատասխանում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, որքանով են արծարծում այս եւ այն խնդիրները, որոնք մեզ համար կարեւոր են։ Եվ ամենակարևորը, որքանով են դրանք Հայաստանի Հանրապետության անվտանգության հրատապ հիմնախնդրին որևէ կերպ նպաստում, որևէ մի դրական լիցք հաղորդում Հայաստանի անվտանգությանը, որը գիտենք, որ մի առանձնահատուկ ծանր իրավիճակի մեջ է վերջին 36 տարվա ընթացքում։ Այն օրվանից, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, կամ կարելի ասել նույնիսկ դեռևս 1988 թվականից Արցախյան հիմնախնդրի ուրեմն բռնկումից, հերթական բռնկումից։ Ես կտա տեքստը իսրայելյան այդ հայտարարության, քանի որ կառավարությունն է առայժմ ճանաչել ցեղասպանությունը եւ փոխանցելու է Քնեսետին, որը ինչ որ մի չգիտենք երբ կքննարկի, արդեն եթե Քնեսետն էլ ընդունեց, դա կլինի արդեն մեկ այլ մակարդակի ճանաչում։ Այդ տեքստը իրենց Իսրայելի արտգործնախարար Սարի հենց ելույթն է կառավարության նիստին։ Ես ինձ հետ բերել եմ այդ տեքստը եւ քիչ հետո կանդրադառնամ որոշ դրվագներին տեքստի, բայց հիմա էլ նորից վերադառնանք, թե մեզ ինչ է պետք, մենք ինչպիսի մոտեցումներ պետք է ունենանք ցեղասպանության ճանաչումներին։ Ես դարձյալ 2000-ականներին մի քանի հոդված հրապարակեցի, որտեղ մշակված կերպով 5 կետով ներկայացրեցի, թե Հայաստանի համար ինչպիսի դրական կետեր կարող են լինել եւ Հայաստանի դիվանագիտությունը պետք է ձգտի, որ այդ դրական կետերին հասնի, որովհետեւ հասկանալի է, որ օտար պետությունները երբ ճանաչում են հայոց ցեղասպանությունը, նրանք դա անում են ոչ բարոյական սկզբունքների համար, թե միշտ հայտարարում են, որ սա մեր բարոյական պարտքն է եւ հենց այդ նպատակով ենք իրականացնում, բայց շատ լավ հասկանալի է, որ կատարում են այդ քայլը միայն իրենց հենց այդ պահին ձեռնտու ինչ-ինչ նպատակներին հասնելու համար։ Եվ սա մենք պետք է հասկանանք, միաժամանակ բնականաբար դրական զարգացում է, երբ որևէ պետություն ճանաչում է, բայց Հայաստանը չպետք է
այսպես կամ ծափահարի անմիջապես կամ չգիտեմ, ասի որ թքած ունենք ձեր ճանաչման վրա։ Այս պարագայում եղավ։ Սա էլ այնքան էլ ճիշտ չէ, ընդհակառակը Հայաստանը պետք է ասի շատ լավ ճանաչել եք, բայց ահա այս չեք արել, այս չեք արել, այս չեք արել եւ այս չեք արել։ Հիմա որոնք են այն բաները, որ Հայաստանը պետք է պահանջի։ Նախ պատմական տեսակետից պետք է ճիշտ կերպով ձևակերպվի ցեղասպանության այդ ժամանակը, երբ իրականացվել է հայոց ցեղասպանությունը, որովհետև դրանից շատ ուրիշ բաներ են կախված։ Որովհետև տեսեք, եթե ասում են 1915 թվականին է տեղի ունեցել, որ շատ բանաձևերում, որոնք ընդունվել են տարբեր պետություններում, ասում են 15 թվականին է եղել, ոնց է 15 թվականին եղել։ Երբ ասում ես նախ հասկանալի է դառնում, որ երկրորդ առաջին համաշխարհային պատերազմներ, այդ պատերազմական թոհուբոհի մեջ թուրքերն էլ այնտեղ իրենց խոսուհիներն են բերել, թե տեսեք պատերազմներ մենք չէինք կարող, հայերը ապստամբել էին, այս էին արել, այն էին արել եւ այլ։ Բայց ոչ, հայոց ցեղասպանությունը սկսվել է 1893-94 թվականներին բուն հենց փուլը ցեղասպանությունների, որտեղ մինչ այդ էլ արդեն քաղաքականությունը կար 1870-ականներից սկսված, բայց 1893-4-ից սկսվեցին կոտորածները, սկսվեցին զանգվածային բռնաճնշումներն ու այդ ավելի շուտ զանգվածային մահմեդականացման գործընթացը սկիզբ առավ, հայերին արտաքսելու գործընթացը սկիզբ առավ։ Առաջին փուլը 1893-96, երկրորդ փուլը 1909 թվականի Ադանայի ճակատամարտներ, երրորդ փուլը 1915 մինչև 23 թվական, մինչև Լոզանի կոնֆերանս կարելի է սա վերցնել, այսինքն ներառում է եւ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը եւ արդեն Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանը եւ այսօր էլ Թուրքիան հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը։ Ուրեմն այս եթե նայում ենք իսրայելյան այդ հայտարարությանը բավական ընդարձակ մի հայտարարություն է արտաքին գործերի նախարարը Իսրայելի բերել, տարբեր կետեր կան, այստեղ ժամանակը հստակ չի նշված, ընդամենը ասված է, որ սկսվում է ցեղասպանությունը ապրիլի 24-ին 1915 թվականին։ Հետագայում էլ որևէ տեղ չի բերում, թե երբ է ավարտվում, սկսվում է ապրիլի 24-ին, բայց երբ է ավարտվում, հետաքրքիր է, որ չկա։ Եթե մենք մի քիչ ավելի ճիշտ մոտենանք, հայոց ցեղասպանությունը չի էլ ավարտվել մինչև այսօր, եւ այն ընթացքի մեջ է։ Ինչպես տեղի ունեցավ Արցախի հայաթափումը 2020-23 թվականներին, դրանից առաջ էլ Ադրբեջանի տարածքում, նախկին հայկական գավառներում, պատմական գավառներում հայերը այդ գավառները հայաթափվել էին մինչև ուրեմն արդեն 88-ից մինչև 94 թվականը։ Մեկ կետ, երկրորդ կետը, որը մենք պետք է ուշադրություն դարձնենք, անհրաժեշտ է այդ պահանջել, որպեսզի այդ բանաձևերում կամ այդ հայտարարություններում հիշատակվի, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում եւ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում, արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում արդեն։ Պարոն Այվազյան, ես պիտի ներողություն խնդրեմ, քանի որ մենք ժամանակի խնդիր ունենք, այնինչ որ իրենք պիտի անեին, մենք դա չենք կարողանալ փոխել, բայց շատ կարևոր դիտարկում։ Հիմա փորձենք հասկանալ, որտեղ բոլորին դա է հետաքրում, Իսրայելը ինչու է ճանաչել։ Ուրեմն մյուս կետերը շատ համառոտ նշեմ, որպեսզի նշվի, որտեղ է իրականացվել ցեղասպանությունը Հայաստանի արևմտյան մասում, նշվի կատարող ուրեմն օբյեկտը, սուբյեկտը, Օսմանյան կայսրությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը, ինչը այստեղ փաստորեն Օսմանյան կայսրությունը նշված է իսրայելյան այս հայտարարության մեջ, եւ պատասխանատվության պահի վրա պետք է ուշադրություն դարձնել եւ ամենակարևորը պետք է կապել ցեղասպանությունը Հայաստանի ներկա ծանրագույն աշխարհառազմավարական իրադրության հետ, որը հենց ցեղասպանության հետևանք է։ Այս ամենն է, որ պետք է մենք փնտրենք, գտնենք, պահանջենք եւ լոբիստական այսպես աշխատանք նաեւ կատարվի։ Բայց սրա վրա հիմա չանդրադառնամ, ինչու է Իսրայելը հենց այս պահին իդեպ ասեմ, այստեղ նշված է, որ Անատոլիայում է
կատարվել ցեղասպանությունը։ Հայաստանի մասին խոսք չկա։ Արևմտյան Հայաստանը դա Անատոլիան է ըստ իսրայելյան ուրեմն այս հայտարարության, որը ճիշտ չէ եւ բոլորովին ձեռնտու չէ մեզ։ Հիմա ինչու է հենց այս պայն Իսրայելը ճանաչել։ Բավականին այսպես անպարզ պահերել կան, թեև Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում Իսրայելի անընդհատ լարվում էին, արտաքնապես գոնե, բայց միաժամանակ Թուրքիան մատակարարում էր Իսրայելին ամենակարևոր մի բանով, էներգակիրներով, այսինքն Իսրայել հասած նավթի 50%-ը գալիս է Ադրբեջանից Թուրքիայի տարածքի վրայով, եւ այս ամբողջ պատերազմի ընթացքում երբեք Թուրքիան չի դադարեցրել այդ նավթի հոսքը դեպի Իսրայել։ Այսինքն ինչ որ տեղել առևտուրը շարունակվում էր, կապերը շարունակվում էին, թեև Էրդողանը հայտարարել էր, որ մենք դադարեցնում ենք ամբողջությամբ առևտուրը Իսրայելի հետ, բայց խնդրեմ, այդ նավթը մինչև այս պահն էլ շարունակում է հոսել Ադրբեջանից Թուրքիայի վրայով Բաքու-Ջեյհան նավթամուղով մինչև Իսրայել։ Անպարզը ինչն է, վերջերս Իսրայելում մի շարք քաղաքական գործիչներ, նույնիսկ նախկին վարչապետներից մեկը, այսպես ճանաչված մեկնաբաններ խոսում են այն մասին, որ Իսրայելի հաջորդ պատերազմը Իրանից հետո կարող է լինել Թուրքիայի հետ։ Եվ բավականին այսպիսի խիստ հայտարարություններ են արվում, սպառնալից նաև, դա ուղեկցվում է նաև Էրդողանի հռետորաբանությամբ, որը անընդհատ Իսրայելին տարբեր կերպով այսպես անվանում է եւ ցեղասպան երկիր, եւ որ փաղեստինցիների ցեղասպանությունն է իրականացում եւ այլն, հանցագործ երկիր, ամեն տեսակ բնորոշումները բերում է։ Նեթանյահուն վերջերս ասաց, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք, քանի որ մենք տեսել ենք հոլոկոստ, մենք պետք է լուրջ վերաբերվենք նրանց, ովքեր ասում են, թե մեզ պետք է ոչնչացնեն։ Եվ Էրդողանը քանի անգամ հայտարարել է, որ մենք ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Սիրիա, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կարող ենք մտնել Երուսաղեմ։ Այնպես որ գուցե թե իսկապես տեղի ունեցել թուրք-իսրայելյան հարաբերություններում մի իրական խոր խզում։ Բայց ինչու։ Ինչու պետք է հանկարծ Պաղեստինի պատճառով հանկարծ այդքան խորանա։ Այնքան էլ հանկարծ չէ, սա տարիների պատմություն է։ Հանկարծ նկատի ունեմ թեման, ինչու պետք է Պաղեստինյան խնդիրը դառնա այդ կարգի ռազմավարական նշանակության սեփ։ Այսօր Պաղեստինյան խնդիրը շատ տեղերում է դարձել մեծագույն հարց, Թուրքիայի բնակչության գրեթե 99%-ը մահմեդականներ են եւ նրանք խիստ դժգոհ են Իսրայելի քաղաքականությունից եւ իրոք ցեղասպանություն է իրականացվում Գազայում, թուրքերը դժգոհ են, ինչպես նաեւ մահմեդականները ամբողջ աշխարհի։ Իսկ Թուրքիան իրեն փորձում է մատուցել, հատկապես Մերձավոր Արևելքում, նաեւ ամբողջ աշխարհում, որպես սունի մահմեդական աշխարհի առաջնորդ, այսինքն մահմեդականների առաջնության, այսպես մեծամասնության առաջնորդը, որտեղ սունիները մեծամասնություն են։ Սա գուցե հենց այդ քայլերից մեկն է, որը Էրդողանը կատարում է անընդհատ իր վրա ուշադրություն դարձնելու համար, մահմեդական աշխարհի ուշադրությունը դարձնելու համար եւ նաեւ իր ժողովրդին հանգստացնելու համար ինչ որտեղ, բայց սա կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ արդյոք վերահսկողությունից արդեն սկսել է դուրս գալ։ Սա է այդ հարցը, առաջիկայում մենք այդ ամենը կտեսնենք, եթե այս քայլերը, իսկ սա լուրջ քայլ էր Իսրայելի կողմից, եթե սա բերի ավելի մեծ խզումների Թուրքիայի եւ Իսրայելի միջև, ավելի պարզ կտեսնենք մենք այդ ամենը։ Բանն այն է, որ երկուսն էլ Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի դաշնակիցն են։ Թուրքիան նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է։ Որքանով Միացյալ Նահանգները այստեղ կմիջամտի եւ վերջ կդնի նրանց միջև այս վեճին։ Այստեղ մենք ավելի լավ է այս պահին կենտրոնանանք, այդ ամենը հետո կերևա, որովհետեւ բաներ կան, որ չեն երևում։ Տեսեք, մի ամիս առաջ չկար այդպիսի հստակություն, որ հիմա կարող է ճանաչեն Իսրայելում։
հանկարծ այդ որոշումը ընդունվեց։ Բավականին անսպասելի, նույնիսկ հենց Իսրայելում բնակվողների համար, հայկական համայնքի համար Իսրայելի բավականին անակնկալ էր, հենց որ մի անգամից երկու օրում ասեցին եւ ընդունեցին կառավարության մակարդակով։ Սա դեռ հետո կպարզենք։ Իսկ մեզ համար այստեղ խնդիրը այն է, մենք ինչպես պետք է մոտենանք այս ամենին։ Ես մասամբ ասացի, մյուսն էլ ասեմ, որ հասկանալի է, որ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է եղել։ Իսրայելը օժանդակել է հայերին Արցախից արտաքսելու այդ գործին, ամեն ինչով աջակցել է, մատակարարել է Ադրբեջանին եւ զենքերով, նորագույն ընդ որում զենքերով, եւ խորհրդատվությամբ, որ շատ կարեւոր է եղել, եւ հետախուզական տվյալներով, իհարկե ունենալով նաեւ արևմուտքի համաձայնությունը Միացյալ Նահանգների եւ ամբողջ արևմուտքի, քանի որ Իսրայելը չի գործում միայնակ։ Իսրայելը իր բոլոր գործողությունները միշտ կատարել է հատկապես Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնելուց հետո։ Այնպես որ Իսրայելի այս հանկարծակի, չասենք հայասիրությունը, բայց պատմական արդարության նկատմամբ այս կատարված քայլը մեզ չպետք է շատ ոգևորի եւ չպետք է նաեւ մյուս կողմից էլ ասացի արդեն մենք մի կողմ նետենք, ասենք սա կարեւոր չէ։ Սա արդեն իսկ կարեւոր է նրանով, որ ազդում է Թուրքիայի վրա, ազդում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա, ազդում է միջազգային ասպարեզում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նորից բարձրացնելու վրա, ազդելու է ըստ երևույթին նաև Միացյալ Նահանգներում հրեական լոբի հայկական հարցի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ ворթեգրելիք քաղաքականության վրա։ Մենք պետք է հետևենք, տեսնենք, արդյոք սրանից հետո Կոնգրեսում եւ Սենատում այն մարդիկ, այն ազդեցիկ դեմքերը, որոնք միշտ պաշտպանել են Իսրայելի շահերը, ինչպես են դիրքավորվելու Թուրքիայի նկատմամբ։ Արդյոք դա բերելու է ինչ-ինչ փոփոխությունների Թուրքիայի նկատմամբ իրենց քաղաքականության ուրեմն մեջ, ինչ են նրանք քարոզելու, ինչ արգելելու են Թուրքիային օրինակ ձեռք բերել նորագույն F-35 ինքնաթիռները։ Սա ուղղակի այն ցուցիչներն են, որոնց միջոցով մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այսպես վարագույրների հետևում։ Տալու են օրինակ Թուրքիային նրա ազգային այդ նոր կործանիչ է ստեղծել Քահան անունով, դրա համար Միացյալ Նահանգները պետք է շարժիչ տա, որտեղ թուրքեր չեն կարող արտադրել այդպիսի շարժիչ, բարդ գործ է դա։ Կտան այդ շարժիչները, թե չեն տա, F-35 կտան, թե չեն տա, եւ այլն եւ այլն։ Այս բոլորին հետևելով մենք փորձենք եւ կտեսնենք ինչ է կատարվելու այս հարցերում, բայց մյուս կողմից Հայաստանը, եթե ունենար ազգային ղեկավարություն, բնականաբար չէր հայտարարի, որ մենք չպետք է քաղաքականացնենք ցեղասպանության խնդիրը։ Ոչ, Հայաստանը միշտ պետք է ողջունի, պետք է ասի թե իրեն ինչ է անհրաժեշտ այս ուրեմն կետերում, ինչպիսի քաղաքականություն ինքը կուզեր, որ տեղի ունենար, անընդհատ ընդգծելով, որ ցեղասպանությունը ազդել է իր անվտանգության վրա եւ Հայաստանը այսօր գտնվում է լինել չլինելու կարգավիճակի իրավիճակի մեջ, իսկ սա ցեղասպանության հետևանք է։ Սա է որ մենք պետք է անընդհատ աշխատենք այդ ամեն ինչի վրա։ Բնականաբար նաև պետք է պայքարել հայոց պատմության եւ հայոց ցեղասպանության պատմության կեղծարարության դեմ ամբողջ աշխարհում ժողովականության շատ մեծ ծավալի աշխատանք է նախատեսում այս ամեն ինչը Հայաստանի պետությունը պետք է աներ ցավոք սրտի այսօրվա իշխանությունները հակառակ ուղղությամբ են գնում, որդեգրում են աստիճանաբար թուրքական ադրբեջանական խոսույթները այս հարցերում, խնդրեմ հենց երեկ էլ Փաշինյանի այդ խոսքը, որ անգլերենից էր թարգմանված, վկայում է այն մասին, որ եւս մեկ նահանջ կատարվեց։ Եվ մենք նշաձող էլի իջացվեց։ Այո, իջացրեց, այս փաստորեն հակառակ կողմը դրա որ չպետք է քաղաքականացվի, դա այն է, որ սա պատմական խնդիր է, մենք պատմական խնդիրը թողնում ենք պատմաբաններին, այնինչ ասում են թուրքերը։ Պարոն Այվազյան, ես ձեզ պիտի հրավիրեմ առանձին մի հատ հասկանանք, թե այդ ինչ է կատարվում մեր մտքում, որ մենք այդքան սկսել ենք վախենալ հայ լինելուց։
Բայց սա առանձին արդեն թեմա է, ինչու ենք մենք վախենում մեր ինքնությունը արտահայտելուց, պաշտպանելուց, ասելուց, այո, մենք ունեցել ենք։ Սա մեր պատմությունն է եւ վերջում մեզ հետ է տեղի ունեցել եւ թաքնվելով, անընդհատ վախենալով, անընդհատ անունները փոխելով, անընդհատ ինչ որ խուսանավելով մենք չենք կարող եւ ոչ միայն հարգանքի արժանանալ, այլև մեր անվտանգությունը կառուցել։ Շնորհակալություն ձեզ։ Խնդրեմ։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, որ հետևեցիք մեզ, անպայման հետևեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին, մենք կհանդիպենք սեպտեմբերին, առայժմ։